Բարի սիրելի ֆուտբոլիստներ, AFL-ի YouTube-յան ալիքում սկսում ենք AFL-ի երկրորդ դիվիզիոնի Փարիզ-Նապոլի հանդիպումը, ներողություն եմ խնդրում փոքրիկ տեխնիկական խոտանի համար, մեզ մոտ հանդիպումը արդեն սկսվել է եւ անկյունայինի իրավունք են ստացել Փարիզի ֆուտբոլիստները Սաշարային Աուսակից խոսենք թիմերը հարևաններ են 7-րդ եւ 8-րդ տեղում են հանգրվանել Փարիզի ֆուտբոլիստները 13 խաղից հետո 24 միավոր ունեն իսկ Նապոլի ֆուտբոլիստները 14 խաղից հետո 23 այնպես որ այսօր դե թիմերից մեկին թե մյուսին հաղթանակ է հարկավոր ինչը էլ ավելի հետաքրքիր է դարձնում մեզ մոտ հանդիպումը հիմա անկյունային արդեն Նապոլի ֆուտբոլիստների կատարմամբ Ոսանը կիրացնի, վարձրից Սակայն պաշտպանները կարողանում են խլել գնդակը Արաքելյան, խամը դեպի Ենգոյանի հետ Ալումյան Դախեժում Ալումյանը Գտավ ճիշտ փոխանցման ճանապարհ հիմա Աչեզրով է շարունակվում գրողը սակայն Բավական լավ են պաշտպանվում հիմա Փարիզի ֆուտբոլիստները ձախեզրից գրոյի փորձ Ոխում է գրողությունը ձախ, Պողոսյան Ստանց Նապոլի ֆուտբոլիստից էլ հեռացավ, այո Արված Փարիզի պաշտպանած դարպասից Կարող է վտանգավոր լինել, հիմա սակայն Շատ է Նապոլի տուգանային է, լավն էր պատխաղարկումը Կետևի արցեք փոխանցում, բայց ոչ Ալումյանը Շահից դիրքը ու խլած գնդակը կրկին սխալվում են Նապոլի պաշտպանները, ինչ է նշանակում մրցավարը կար խախտում, բայց կարծես թե Ուգանայինի մատուցներից դուրս էր ու Ուգանային ենք տեսնելու հիմա Աղազարյանն է գնդակի մոտ Օքանոց պատ է կազմել Ենգոյանը ուղի խարված ենք տեսնելու կորված է և հիմա Բարպասաձողն է փրկում Նապոլին շատ լավ հարված էր Աղազարյանի կատարմամբ Կարող էր հաշիվը բացվել, բայց որտե ժպտաց Նապոլին Շատրյան դեպի ձախ Ենգոյանը ճիշտ էր հաշվարկելու Դուրս եկավ գնդակը Ալումյան Խաչատրյանը կարողացավ կարդավել Խելեր գնդակը, բայց փոխանցումը ուժեղ էր ուսա
Գոյանի գնդակներ Սիսյան Հետ Մրցակիցների հետ պայքարում կարողացավ հաղթող ճանաչվել Մոպորնի կիսապաշտպան Ազարին Արմատյանը, բայց հետ Ալումյանը ևս իրապետում է հարվածների, բայց շարունակություն բայց Պողոսյանը երկու մրցակիցների, բայց եկեցին փոխանցման ճանապարհ Ալումյան դեպի ձախ կողմի Ալումյան Լավն է փոխանցումը, ստանում է Ալումյանը պատասխան փոխանցումը, բայց բարձր էր հարվածը Պաշտպանած մարմնասից Եզի վտանգավոր Տուգանայինին Նապոլին 1-2 վտանգավոր գրով պատասխանեց Երկրորդը կասնի գոլերին Աղազարյան Ձախեջում է հայտնվել Աղազարյանը փոխանցում կարող է վտանգավոր լինել, բայց Շաղեր Թարկում Պողոսյանին Մարդոց թե խլում գնդակ է սական շատ արակ նաև Վեսվեցին այն Ներսիսյան աչեզում կոչվում է գնդակը ու կարող է հիմա վտանգավոր ստացվել Միթե սա 11 մետրանոց չեր այո 11 մետրանոց ցույց է տալիս Այ մրցավարժը Գարիկ Բեգյանը Հիմա փայլուն հնարություն են ստանում Պարիզի ֆուտբոլիստները Առաջ անցնելու հաշվի մեջ Տեսնենք, ասուլիչը Հարվածու գնդակը Ասում է 1-0 Պարիզը բացում է խաղի հաշիվը Շարունակվում է, հանդիպում է Այվազյանը, հստակ իրացրեց 11 մետրանոցն ու առաջ մղեց իր թիմին, հիմա Նապոլին Հաշվի տարբերությունը, Ալումյան Փոխանցումը, Զայնավդալյան Ալադյանին երևված, բայց անկյունային կլինի միայն Արված էր սա ու քիչ առաջ նշում է, որ ունի Ալումյանը Հարվածն էր հեռուտացությունից
Важно. Соответственно, շիվը ակագրոք տեսնենք, ոչ չենք տեսնի։ Գրոքը տեսնենք, ձախեզրով։ Կարող է վտանգավոր լինել փակում են արվածի ճանապարհը։ Տարբերակներ դեպի ձախ, Պողոսյան, արվածի ճանապարհը փնտրում Պողոսյան, ասակում չգտավ ու փոխանցումն էլ անասցեր, այստեղ էլ Կասապարեն Գոյանը դրության տերն է Պողոսյան նանցում է երկու ֆուտբոլիստների Պողոսյանը հարված է կատարում ու շեղը ստացվում, չերպրկի դարպասապահը ինը հարված է, բայց շեղը Պողոսյանի հարված է Չետրան է գմցինը գնդակի խաղի մեջ, Մանուշարյան Պարիս վիդեոստերը սխալ է փոխանցումը, Ալումյան Արոքիլյանը դեպի աճուղարկեց, Զեյնալվաջյան Վիդեոնցումը մծակցին, դեպի աճ, Պողոսյան Կարկասապահը Արաբյանը կենտրոնում Մենք էր մնացել, Նարսիսյանը կնետի եզրից Մոտում եզրից, Պողոսյան, պատը խաղարկում հիմա Զեյնալվանձյանի հետ, սակայն Մեկինային կլինի Երեք ֆուտբոլիստներ տուգարնային իմ ատիսներում են, բայց Սումանո ջով էր Արդեն է եկոթարկում Նապոլեի տղաները, բայց ստացվում կազմակերպել գրոհը Մազարանը կնոպի եզրից Փորձում են գնդակը Արաբյանը Փորձեց դեպի Պողոսյանը խաղալ հիմա Փարիզի հակագրոհն էր, բայց հարված է շեղեր Դեպի Ալումյանն է խաղում, արագորեն Ստացեցին խաղանապոլի ֆուտբոլիստները, աչեզով ընթանում գրով, Նարսիսյան Արաբյան Դեպի հետ, Զեյնալվաջյան Ձախ, Ալումյան Խախում է գրողությունը դեպի Նարսիսյանը, կարելի է հարվածել Բարձր է ստացվում, հարվածը Ալն է գրողը տեղափոխությունը դեպի աճ, Պողոսյան Այստեղ էլ լավ է գործողությունն ընթանում Կենտրոնով դե գրավել է պետարպասը ու գոլ 2-0 Փարիզը կրկնապատկում է առավելությունը
2-0 Փարիզ արդեն առավել հարմար առավելություն է ստանում Նապոլին Սանր իրավիճակում է հայտնվում կարողանան արդյոք ետ գալ այս հաշվից Նապոլի ֆուտբոլիստները թե չէ ցույց կտա ժամանակը Կնալ է պետք նետում, ցույց է տալիս մրցավարը Կին արագորեն խաղարկում են գնդակը, Փարիզի ֆուտբոլիստները Դե գրավել է պետ դար պասը, փրկում է Ենգոյանը Ոնց ու հիմա փայլուն սև եղին ակ է դառնում Ենգոյանը փակել նրա տեսադաշտը, բայց կարողացավ հասնել գնդակին Վեզանակյունային է, բայց փոխանցումը ճիշտ է հասավ գնդակին, բայց կարողացի նրա չէր իրականացնել Պողոսյան Դա փոխանցման ճանապարհը Արաբյան դեպի Զեյնաբյանը Ահ, Պողոսյան արված շեղը ստացվում Չեզրով հիմա գրայի փորձ դեպի կենտրոն, Արաքելյան Կարծից, բայց ուժերը ստացվում Սխալ էր փոխանցում, Ալմանը Վարդացու խլեց, հիմա այստեղ Թուրքին սխալվում են արված հեռու տարածությունից ու եթե հիմա շպոքեր Խաչատրյանը արվածի ճանապարհը, դժվարանում եմ ասել կլիներ դարպասի գրավում թե ոչ Սան ևս մեկ հարված ենք տեսնելու, բայց Թուրքին թակված է արվածի ճանապարհը Որցրեց հավասարակշռությունը, Փարիզը հակագրոհի կազմակերպում ձախեզրով, բայց Այվազյանը չի հասնում գնդակին Գրությունա դեպի ձախ, Ալումյան
մեջ։ Նիկոլյան, Արաքելյանի հետ է խաղում։ Շախից Պողոսյանն է միացել, ստանում է գնդակը, դեպի Գրիգորյանը կրկին, բայց փակեցին, Այվազյանը պայքարի երկրորդ հարկում։ Ծալումյանը։ Ստանում է գնդակը, շարժվում է առաջ, դեպի ձախ, Պողոսյան։ Պակում են փոխանցման ճանապարհը, ես մեկ հակագրոյի փորձ, հիմա Սակավաթիվ ուժերով է Փարիզը նետվում առաջ ու գործում գնդակը, Զայնավդալյան Գրիգորյան հարված հրվից կրկին Խաչատրյանը փակում է հարվածի ճանապարհը, կարծես Որպասապայի պես երկու անգամ փրկեց Ինստիմին Գրիգորյանը կիրացնում էին հիմա Լազյանը շարքից խաղարկել, սակայն Գրիգորյանը բարձրից փոխանցում կատարեց Իպավ Այվազյանը գնդակ ու հիմա Այզվից նետում է Նապոլին է Ման փոխանցում է Դեպի կենտրոն Այվազյան շրջանցում է արվածն էլ կով հիմա Հերթական անգամ դարպասածողն է փրկում Նապոլին Արաբյան Խախտում են Արաբյանի նկատմամբ կանոնները ու Ստանդարտ Նապոլի կատարմամբ չի ստացվում խաղից գուցե ստանդարտից հիմա Նապոլի ֆուտբոլիստները կարող են կրճատել Սուլիչը, Արաբյան Ստենք, հարված ու դարպասապար Որսում է երկրորդ փորձից, Աղազարյան Պաշտպանություն է խաղում է գնդակը, փոխանցում առաջ, լավն էր Կորենկով փոխանցում այստեղ էլ Ստանդարտ տեսնենք հիմա Փարիզի ֆուտբոլիստների կատարմամբ Աղազարյանն կրկին կարծես թե պատրաստվում հարվածի Հանդիպման սկզբում ասեմ բավական լավ հարված կատարեց Այս անգամ տարածությունը ինչ ավելի հեռու է Սուլիչը, Աղազարյան, բարձր ստացվում ես անգամ Վերջ, առաջին խաղակեսը ավարտված է Եգանա սուլում է հանգստանանք և քիչ անց կվերադառնանք Վերադառնում ենք, վերսկսվում է Փարիզ-Նապոլի հանդիպան
Երկրորդ խաղի կեսը հիշեցնեմ առաջին կեսից հետո։ Որի ֆուտբոլիստները հաղթում են 2-0 հաշվով, տեսնենք Նապոլին։ Առաջարկի երկրորդ կեսում մի քանի փոփոխություններ իրականացրել են Նապոլիի դրանները հիմա փորձ են լայքում մտցնել խաղում Պողոսյան աչեզրում Պողոսյան առաջին կեսում ձախ եզրից էր գործում Գրիգորյանը սակայն Հակ այդ Խաչատրյանը փոխանցման ճանապարհը Պողոսյան ասենք համել Փորձում է գնդակը Քոչարյան դեպի կենտրոն Այվազյան Անկնային կարող էր վաստակել, բայց փոխանցեց Հարված կլինի Նապոլիի դարպասից Ալումյան Տնյան դեպի Պողոսյանը, սակայն դարպասը Ոչ այնքան հաջող գործողություններով, սակայն հոցավ Հանգարել Նապոլի արձակվողին, Գրիգորյան Զերյան, ձախեզրում Նագնդակը Քոչարյան, իսկ Քոչարյանը փոխանցում է Անաջող էր հիմա Ալումյանը կսկսի Թիմի հերթական գրոհը շարժումը կենտրոն դեպի աջ Պողոսյան Դավիթ Պողոսյանը կենտրոնում չկար թիմակից ու դիպավ գնդակը պարզի պաշտպանին ու Նապոլին կմնա գնդակով Շարունակեն խաղը Կայջան նետումը, Ալումյան Դեպի ձախ հիմա Գրիգորյանը եթե Կարողն ավելի հաջող ընդունել գնդակը կարող էր իրեն հարվածի դուրս բերել Քոչարյան, գործնում է Քոչարյանը գնդակը ուժեղ էր հարվածը սակայն ժամանակ նաև բարձր Խաչատրյանը կմտցնի ուժեղ հարվածով խաղի մեջ գնդակը Պողոսյանը հաղթեց երկրորդ հարկը Պողոսյանը իմ ինչքան մոտենա ժամանակ ավարտին այնքան էլ ավելի բարդ է լինելու Նապոլի համար պետք է արագորեն կրճատել Հաշվի տարբերությունը Ալումյան Դեպի աջ Պողոսյան, դեպի Դավիթ Պողոսյանը Կենտրոն, կրկին Ասացումը լավը չէր Դեպի ձախ Արաքելյան, կգտնի արդյոք Արվացի փոխանցում Զեյնալվատյանն իմալ Դարպասապան է վստահ խաղում Զեյնալվատյան կորցրին Նապոլի ֆուտբոլիստները գնդակը, բայց արագորեն Պողոսյան Ետխլել, Պողոսյան Արաքելյան Կենտրոնով Զարգաստն գրողը դեպի ձախը փոխանցում Ալումյանը չի կարողանում շրջանցել մրցակցին Դառնում է գնդակը Նապոլիի մոտ Դեպի ձախ Լեցին երկու
ֆուտբոլիստներ Արաքելյանից գնդակը ոնց կրկին Նապոլին վերադարձնում են մեկ ասով ինչ է Գոյանը Արմյան դիմավորում ֆուտբոլիստներին բարիքներ ինչ կա Paris futbolistlara իրենց մրցակցին Պողոսյան Դեպի հետ թիմի կաչատրան եվությամբ երկար փոխանցում առաջ, բայց բարձր ու Գոյանը Որանացնում է դակի խաղի մեջ, Պողոսյան Պողոսյան Կենտրոն, հիմա Արաքելյան արված է կացավ, բայց թույլ էր ու հոգետ Խաչատրյանը, հարվածի ճանապարհը, Զեյնավդալյան Արեման դեպի աջ, Պողոսյան Ողած Գրիգորյանը գնդակը դեպի Արաքելյան նրան ընթանում Լավն էր մտաղացումը սակայն Հարցումը որ չստացվեց Զենգոյան Պողոսյան Պողոսյան է մեր խոչերանը Հավեք ես գնդակը ու Գրիգորյանի ձեռնուն այթողեց Խաչատրյան դեպի աջ Պողոսյան Ավակյանն է Կենտրոնում ստանում գնդակը դեպի աջ Ավակյանին էր թողնում սակայն կորցրին պարզ իրավիճակում գնդակը Գրիգորյան Կրկին հարվածը Չի հասնում տրամաբանական ավարտի Միայն եք փորձում էր Շորժվիլորը չստացվեց Գրիգորյանը ևս մեկ Հարված է կատարում, սակայն կրկին շեղ է ստացվում Մաղազարան երկրորդ հարկում, բախպանում գնդակը թիմի մոտ, Ավակյան Ավակյանը փոխանցում է, այստեղ Խուրչյանը շատ գրագետ է գործում Կարող է վտանգավոր լինել, բայց Փոխանցումը չի ասնում աջողության կարելի է երկինավ հարվածել, բայց Քունյանը որոշեց կիսվել գնդակով, Պողոսյան Դինավանդյան, դեպի ձախ, Արաքելյան Խաղթում, սավյատը խաղթում էր
ինչ նշանակել եմ ծևերը կարծես թե Ազերենի գործողություններում խախտում է Սելվեգյանը Այվն այն է, որ Արաքելյանի մոտ ամեն ինչ կարգին է, վարձացավը շարունակի հանդիպումը, այո, Հովանային Սակայն առանց քարտի Հերու է տարածում դարպասապա անգամ Պատ չի պահանջել Սակայն մարդը շատ է Հովանային է այստեղ Այվազանը պակեց ճանապարհը Վարդանյան Արաքելյան Հաչեց Պողոսյանը Ազատ է ստանում է գնդակը Զեյնալ Վանձյան Ստանում է պոտեստան փոխանցում է Զեյնալ Վանձյանը Լավ տեղափոխություններ Աչեզեր, Պողոսյան բարձրից Բայց կարծում եմ դեպքում սա փոխանցում էր Սակայն անանջով ստացվեց Ուժեղ հարված առաջ Ավակյանը Փոխեցնում է գնդակը սակայն Փոխանցում նրան աջող Զեյնալ Վանձյան Պիձախ, Արաքելյան, դե շտապել է պետք Գիցում են գրոյի տեմպը Մապարզի ֆիբուստն ամբոշ կազմով գրեթե Հովանայինի մատուսներում են Այվազյան արված ու սանցում է գնդակը, գեղեցիկ գոլ է խփում Այվազյանը, դուբլ գրանցում ու Կոշտակնում լուծում հաղթողի վերաբերյալ բոլոր հարցերը 3-0 3-0 մեզ մոթաշիվը էլ ավելի խոշոր է դառնում Հիմա Նապոլի ֆուտբոլիստները փորձեն իհարկե Ունակության գոլ խփել, Արաբյանն է ստանում գնդրակը Հովանայինի մատույցներում Խաչատրյանը Շահում է դիրքը, ավելին, ճիշտ փոխանցում դեպի Ավակյանը, Այվազյան Աչեզրով փորձեց առաջ շարժվել, սակայն Ալումենը փակեց առաջխացում ճանապարհը, Սուլումը Եգյանը արագ խաղարկեցին հիմա Սակայն Նապոլի ֆուտբոլիստները Խլեցին գնդակը Զեյնավդալյան, դեպի ձախ Գրիգորյան Գրիգորյան արվածելու է Գրիգորյանը հիմա Շեղ ստացվեց արվածը Շոպեում ինչ խաղավարտը, մեզ մոթաշիվը 3-0 Լավ թողեց գնդակ Այվազյանը ու որ երորդ դարպասadzողն է հիմա Թուրքում Նապոլին, արագորեն Նապոլին Եսցեց խաղը Պողոսյան, դեպի աչ, Դավիթ Պողոսյան Կենտրոն, լավն է Պողոսյանի փոխանցումը Սակայն Ստացավ կասեցնել Արաքելյանը, Պողոսյան Նարեկ Պողոսյանը դեպի Դավիթ Պողոսյանը Կետևի բարձրից փոխանցում, այո Բայց Գրիգորյանի արվածը չկայացավ
Ակեց, ողանցման ճանապարհը, սակայն շարունակ ես գնդակը մնալ, կարծի մոտ, Աղազարյան, Աղազարյան, Ազայնալվադյան, Բողոսյան, դե արվածել է պետ, այս արվածը փոխանցման վերացվեց, սակայն նույն է, գնդակը չի հայտնվում, Փարիզի դարպասում, Աղազյան, գնդակն է հայտնվում դաշտում, սակայն Արաստում են դարագորեն, Ալումյան, Գրիգորյան, Կորցրեց Գրիգորյանը հիմա, ինչով վերջ հետի չավ որպիսի, ուղի սխալը, Պատխարկում, Ավակյան, դեպի աչ և հիմա Արժանին է պետք մատուցել Այվազյանին, չար է ջլատությունը, չգնաց էտրիկի ու փոխանցեց գնդակը, հիմա Մելքոնյանին ու երկու խաղանկերներ դուբլ ձևակերպեցին 4-0 Դավիթ Պողոսյանի արվածն է բարձր ստացվում, 4-0 Չի ստացվում ինսել Նապոլի հեմոտ Գրեթե ոչինչ Հակառակը Փարիզի գրողները Սվարցնավ է ստացվում, Ավակյան, Աղազարյան Աղազյան, դեպի Մելքոնյանը, բայց Հակեց Ես փոխանցում ուժեղ է Դավիթ Պողոսյանի համար Եվ եզրից Կոմիտան Փարիզցիները Քոչարյան Քոչարանին դեպի հետ Խաչատրյան ուժեղ հարված առաջ Զայնալվադյանն է պաշտպանվում Դեպի եզրից Քոչարյան Նավակյան Կտավ Այվազյանին, լավը փոխանցում է կրկին Քոչարյան Աղազարյան, Էրվից, բայց Գոյանը Տևում էր ու կարողացավ փրկել դրությունը Ալումյան, փակում են Ալումյանի Փոխանցում ակում, առաջին փոխանցում է Նապոլի Դժվարությամբ է ստացվում, Ներսիսյան Անաչ, դեպի Պողոսյանը Ստանում է Ներսիսյանը պատասխան փոխանցումը, կրկին Պողոսյան Զայնալվանդյան, բարձր դեպի Արաբյանը, սակայն կրկին ուժեղ է ստացվում Հարված առաջ Այվազյանը Վաստ են գնդակին, բայց Խաղթում ցույց է տալիս Տարիկ Բեգյանը ու հիմա Փարիզը ստանդարտ կիրացնի Արագորեն խաղարկեցին ու Գոլ այո գնդակ իհարկե հաշվում է և հիմա 5-0 է դառնում հաշիվը Ասվում է հանդիպումը 5-0 հիմա Բարդ է հավաքվել Նապոլի համար Քանի րոպե մնացել հանդիպման հաշիվը 5-0 է
Ստաբար երկու թիմաներ գործում են արագորեն ավարտել հանդիպում, արդեն ամեն ինչ պարզ է, բայց ակում էին ստացվի գոնե մեկը խփել Ներսիսյան, Արաբյանի ուղղությամբ հետևում է նաև հարված, բայց արդեն են այստեղ Շամդիրկը ևս մեկ կա ու գնդակը ցանցումը 6-0 Մալքոնյանի և Այվազյանի հետրիկները ապահովում են երևի թե վերջնական հաշիվը այս խաղի Գրիգորյան, Արաբյան Սիսյան, հիմա Ավակյանն ու Ներսյանը դիմաց Դիմավոր Մաղազարյանը ու ամեն ինչ դեռ ավարտված չէ, բայց դարպասապահ Ցենտրն է, ուժեղ հարված առաջ, սա Արաբյանի համար ուժեղ փոխանցում էր Հարված Փարիզի պաշտպանած դարպասից Սիսյան, խախտում ցույց է տալիս Սավար Աղազարյանը Խախտեց Գրիգորյանը ևս մեկ Հարվածի նորություն է ստանում, հիմա Ցույց է տալիս մրցարավոր մենք սուդիշից հետո կարելի է հարվածել Գրիգորյան, բայց կրկին Խաչատրյանը հարվածի ճանապարհը 3-2-ի դեմ Այվազյան Վերջացել են Այվազյանի ուժերը հիմա Կարող էր հաշիվը Էլ ավելի խոշոր դառնալ, սակայն Ցայցակեց Այվազյանը, Պողոսյան կհետևի արդյոք փոխանցում Խաղում Աղազարյանը, մաքուր էր սանապում է Կայզրան նետումը, Ալումյան, Ներսիսյանը Փոխանցած, բայց հարված դարպասից Խաչատրյան, հիմա ձախեզրում Իզատ է Մալքոնյանը փակում Անցումը Զայնալվանդյան Մաղազարյանը Հանգարեց Նապոլի կիսապաշտպանին Խաչատրյանը Վստահ գործը պաշտպանությունում Ակրեց ամեն ինչ այսօր Խաչատրյանը անգամ 3 սեյվ իրականացրեց, սա երրորդն էր, կեսկատակ կեսլորդ Թե փոխանցումներն էր փակում, թե հարվածները Կենտրոնում ամենուրեք էր Խաչատրյանը Կա
կա փոխանցումը Գրիգորյանի հարվածը։ Դարպասա ձողն հետ մղուն վերջ, հանդիպումը ավարտված է, մեզ մոտ գոլ առատ հանդիպում ստացվեց, Փարիզը ոչ մի շանս չտվեց Նապոլիին, իսկ այս խաղաց ես համար մեկնաբանեց Գևորգ Մկրտչյանը, կհանդիպենք ԱՖԼ-ի առաջնությունների շրջանակներում հաջողություն։